աղջիկ բան, ղազային ասա, բալը թանկա, հարկավոր չի։ Հայաստանի խանութներում ու շուկաներում թանկացումները չեն դադարում։ Միանգամից մի քանի 100 դրամով թանկացել է միսը։ Գառան եւ ոչխարի միսն այսօր վաճառվում է 13.3%-ով ավելի թանկ, քան նախորդ տարի։ Իսկ տավարի միսը թանկացել է միջինում 12.5%-ով։ Մեծ քանակությամբ գյուղացիներ անասուն չեն պահում սահմանամերձ տարածքներում, չգիտես ինչի, առաջինը դա է։ Երկրորդը արտահանումն է, որ մեծ քանակի արտահանվում է Հայաստանում, Հայաստանից արտահանվում է։ Երրորդ, անցյալ տարվա մասով մեծ տավարի անկում ա եղել, հիվանդություն անկում ենք ունեցել մեծ քանակությամբ։ Եվ չորրորդ ներմուծում չունենք։ Մսի վերավաճառողներից մեկի խոսքով շուկայում մսի քանակը կտրուկ պակասել է։ Ժամանակին քարվաճառից այնքան շատ միս էր գալիս, որ շուկայում նույնիսկ լճացում էր լինում։ Գինն էլ մատչելի էր։ Հիմա այդ ռեսուրսը չկա։ Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունից էլ ներկրում չունենք, ինչը ևս ստեղծում է այս դեֆիցիտն ու բարձր գները։ Իրականում մսի գնի բարձրացումը ոչ թե կախված է ինքնարժեքից, այլ մսի դեֆիցիտից, որ վերջին տարիներին Հայաստանում անասունների խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը պակասել է, որի պատճառով կա դեֆիցիտ, ինչի հետևանքով բարձրացել է միսը, արդեն ոսկորոտ միսը 3450-ից հասել է 3900 դրամ, մոտ 500-ից մի քիչ պակաս, ու այս աճը էլի միտում ունի մի որոշ ժամանակաշրջան, մինչև տեսնենք ինչ կլինի։ Բազմաթիվ պատճառներ կան, այդ թվում նաև մեր արոտավայրերի կորուստի հետ կապված, ինչպես գիտեք վերջի տարիների հայտնի իրադարձություններից հետո, դա էլ նշանակություն է, բայց դա պատճառներից մեկն է, մի քանի բազմաթիվ պատճառներ կան, էլի չի կարելի մենակ այդ պատճառը մեջ բերել։ Արդյունքում միսն ու մսամթերքը շատ ընտանիքների համար դառնում են շքեղություն։ Գնաճի այս տեմպերի պայմաններում սպառողն արդեն ոչ թե ընտրում է որակը, այլ փորձում է հարմարվել սեփական գրպանի սուղ հնարավորություններին։ Պետական հստակ քաղաքականություն է պետք, ճիշտ քաղաքականություն, որ ամբողջ արժեշղթան իր մեջ ներառի, որտեղ միայն սուբսիդիոն քաղաքականությամբ ոնց տեսնում ենք, այդ հարցը չի լուծվում, եւ պետական ճիշտ քաղաքականության շնորհիվ հնարավոր է արդեն անասունների գլխաքանակը դեպի աճը դրականի տանել եւ ունենալ գոնե առնվազն մի 7-800 հազար գլուխ տավար Հայաստանում կով։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։